1 2 3 4 4 3 2 1 այ Ասիացի, չինացի, ճապոնացի, կորեացի, այս մարդկանցից բան չհասկացա։ Չես դերին չի անեմ ոնց որ ուտելուց։ Օպա գտա։ Բացում ենք տա-դա-դա-դա։ Հատ չէ, սալմոնը թարմեր։ Հələ ոնց ուտեմ ես։ Այավարի նորմալ լավ ապուրա հասկացեմ գտա լավ չէ։ Անցած հաղորդման կացում վարվել է հեիք չէր։ Նիգիրի սալմոնով, նիգիրի օծաձկով, պոկե սալմոնով, կանաչ ուդոն խոզի տոնակացուով, օծոծոծոծով, ուծուծուծուծուվ։ 1 Մինչ իմ առաքումը կհասնի, մի քանի խորհուրդ տամ թե ինչա պետք տան համար։ Տան համար պետք է սուր դանակ, տախտակ, բաժակ, պասկ եւ իհարկե տան համար փաթեթ, որը առաջարկում է մեր հաղորդման գլխավոր հովանավոր Fnet Telecom-ը։ Միանալով տան համար փաթեթին, դուք կստանաք անխափան ինտերնետ, խելացի դոմոֆոն, բազմաժանր հեռուստա ալիքներ, որտեղ կարող եք դիտել մուլտֆիլմեր տարբեր տեսակի, ձեր սիրած ֆիլմերը, նաեւ կստանաք F-Time հավելվածը եւ իհարկե լիքը ժպիտ։ Տան համար փաթեթին միանալու համար շատ բարդ գործողություններ պետք չեն։ Ուղղակի զանգալել նշված հեռախոսահամարով կամ մուտք գործել fnet.am կայք։ Իսկ ես հիմա անցնեմ իմ հաղորդման հիմնական գործընթացին, քանի որ ինձ տեղյակ են պահում արդեն, որ իմ առաքումը հասել է։ Շնորհակալություն։ Այսօրվա իմ պատվերը գրանցել եմ Ramen Ten, չգիտեմ, ռեստորան միգուցե, ռեստորանից, սննդի կետից չառանձնացնենք։ Այստեղից լիքը անծանոթ բառեր կան, բայց կապ չունի։ Թե ինչ, գնացինք, սկսենք մեծ տոպրակից թե փոքրից։ 1 2 3 4 5 6 7 8 9 10։ Դե ոնց որ գիտեք իմ ստեպլերները իզդից անպակաս են, ասենք տոպրակը ափսոս էր։ Վաու։ Կարծում եմ սա էլ բացենք, որտեղ ոնց որ սպասքը ստեղ է։ Ես ինչքան բան եմ ուղարկել։ Ես ինչա, ինչից սկսենք, նախ միգուցե ծանոթանանք, ախր անունները նենց անհասկանալի է, բայց երկու հատ հետարքիր կետ հանդիպել եմ արդեն, տոմյամի վրա գրածա տոմյամ, այս պորկը, չգիտեմ, խոզի մսով, ռամեն, երևի 580 գրամ, 435 տարայով, բայց տեղ ինչ եմ ավելացնում։ Ես ինչ էր է։ Չէ, իրականում անհասկանալի է հիմա նայեք, ինքը իրանով ասիական արևելյան այդ կոմոխանոցը տենց կարող ինչ-որ հավելումներ լինի իրար վրա, խառնես չէ, բայց ես հիմա չգիտեմ ինչից սկսեմ ու ոնց։ Հիմա փորձում ենք գուշակել, թե ոնց ենք այս ամեն ինչը ուտելու։ Քանի որ քաշերը գրած է չեկի վրա, համեմատելու եմ միանշանակ։ Գնացինք ուրեմն, մեկ էլ փորձելու եմ գուշակելով կամ մոտավոր հավաքելով հասկանամ հիմա այս որը ինչ է պետք է խառնեմ որ ուտեմ։ Ասում ենք խոզի մսով միսո ռամենից։ Վճարել եմ խոզի մսով միսո ռամեն։ 4100 դրամ, 580 գրամ։ Այստեղ ինչա խառնվում։ Գուշակում ենք։ Էսա հավանական է, որտեղ վրան գրածա pork։ Հոտը արդեն դուրս չեկա։ Էս ինչա։ Հիմա սրան ինչ եմ խառնում։ Էս էսա։ Էս ինչա։ Այս փայտիկներով պիտի ուտեմ այս ջուրը։ Սենց ձեներ պիտի չէ անեմ ոնց որ ուտելուց։ Լավ, եթե նույնիսկ իրանց ասած 580 գրամն է, իմ փորձը ինձ թույլ է տալիս ես տարայի քաշը հանեմ։ 528 տարայով հանում եմ մոտավոր 60 գրամ, 520։ Այսինքն այստեղ 460 գրամ էսա, պլյուս հախու հաշվարկ պիտի անենք, որ ես հասկանանք։
Բայց ոնց եմ հեղուկային հատվածով խմում, սենց։ Այս ինչ է։ Սաղմոն։ Այս հավանաբար իմբիր է։ Պարս հասարակ ինչ-որ տարաներ, ուտեսնային, սաղմոնով նիգիրին և օծածիկով։ Ես գիտեմ, որ ընդունված չի, որ կծում են։ Դեր խորհուրդն է կտակ մեկնաբանություններում on-line հարթակների մեր։ Սաղմոնը պետք է սենց հաստ լինի, ինչ որ հետարքիր էր։ Հատը չէր, սաղմոնը թարմ էր։ Հասկանում եք, ես ինչ փորձությունների մեջ եմ ասում ամեն հաղորդման ժամանակ։ Անցած հաղորդման կծում վարվել է հերիք չէր, անհասկանալի խոհանոց է, չգիտեմ, լավ ապուրը չի սառում, անցնում ենք հաջորդ կետին։ Ես տենց էլ այս ասիացի, չինացի, ճապոնացի, կորեացի, այս մարդկանցից բան չհասկացա։ Այ բարի նորմալ լավ ապուրը հասկացանք, գտալով չտելավ դա իրականում հումոր է։ Քիչ գնում։ Փորձում ենք տոմյամ, ինչարից ունեմ հեղինակային տոմյամի բաղադրատոմս։ Մոտավորապես 1 ամիս տանջվել եմ այդ բաղադրատոմսը ստանալու համար։ Տոմյամ հավով եւ ծովախեցգետնով։ 420 գրամ։ 420 գրամ։ Հավանականը այս բրինձը հա պիտի ավելացնեմ, թե չէ։ Գուշակելով եմ ուտում պատկաստ, բեք էս ինչա։ Ինչ իր մեջ։ Հոպ, գտել եմ։ Հələ ոնց ուտեմ ես։ Չէ, համը լավն է, բուլյոնի։ Ոչ ուտելու համար ավոր անարմար է։ Չինում առանց գթավտեր։ Ինձ էլ ասեք էլի, ինձ բուլյոնն է իր հետարքիր։ Ահա որ շատ ուժեղ իմբիրի համ եմ զգում։ Մենակ իմբիրն է որ ահա որ շատ զգացվում է։ Չգիտեմ։ Տոմյամի արգնակ, ծովախեցգետին, հավի ֆիլե, կոկոսի կաթ, շիտակե տեսակի սունկ, լայմ, համեմ, չիլի պղպեղ, բնից։ Բա հավի կրծքամի սուր է։ Հավի ֆիլեն, հոպ գտել եմ։ Այդ չինացիները ոնց են ուտում։ Շուն կգաք մի օր մեր մոտ։ Ես նորմալ մեր հայավարի ապուրներից կսարքեմ, հացը կփրթեք մեջը կուտեք կհասկանաք ոնց են ուտում։ Այս ինչ է։ Ոչ մի տիպի չեմ կարող ուտեմ։ Որպես տոմյամ, այսօր սոված մնացի աշկից ես։ Թունայով տատակի աղցան։ Ես ոնց են ուտում։ Ինչ-որ խոտեր անհասկանալի, մարինացված ձու։ Այս շատ վտանգավոր է իրականում։ Թունայի էպվածությունը իդեալականն է, չեմ թաքցնի, որտեղ ինքը ըստ օրենքի պետք է առաքման ժամանակ վատ տեքստուրա ստանալ, ես չգիտեմ ոնց է կարել, բայց մահացեց, շատ հետարքիր տեքստուրան պահացա, որ մեծ քանակի խոտեր, կարտոֆիլ, լավն է, վատը չի, բայց սոուս հասկացողություն ինչ-որ տենց թաց չկա, հոպա գտա, ես գիտեմ վերջինս ոչ մի ռեստորան չեն թողել ես գնամ, վնասված 1000-ի տերև, ինձ ուզում էի ուտեի, տեսակ, ես ինչ է, լղկած էր մարուլը սենց, բլուզ վնասված ամբողջ 1000-ի տերևը, չմշակած է, նայ, սև հատվածներ կա, տեսեք ստեղ, Միքս աղցանը ենթակա է վերանայման, վերազնման, հոպ գթե է, լղկած մարոլելի։ Այս աղցանի մեջ ինձ ամենա համով այս ձուն էր, մեկ էլ թունան, իսկ ինչ կամիքս կանաչի հետ կապված ինչ խնդիր էր։ Ու սխալ ձևով է պահվել, համար այսօրի անգ է, ու չի կարա սենց բան գնա։ Ես չեմ ասում կթունավորվենք, չգիտեմ չնայած։ Ես միշտ վախեցել եմ, գիտեք, չես, ես կիսաղում ու վիճակներից։ Կտանք։ Սևացել է, չգիտեմ ինչի համար է սևացել։ Էլի գալի կանգնում ենք մի հատ կետի, որ ամեն հաղորդման ժամանակ, գրեթե բոլոր հաղորդումների ժամանակ ասում եմ, իմացեք ինչ եք առաքում դնում։ Մի ուղարկեք վատը։ Ընդհանրապես ինձ միշտ ասում էին, ես իմ ոչ մի պրոյեկտում
չեմ արգել առաքում ունենալ, բայց մի բան էլ հասկացել եմ։ Մենք հայերս սիրում ենք առաքում անել։ Բայց իրականում իրան շատ հարգող բրենդը աշխատում է առաքում չունենա։ Տեսեք, չեկից մեջ գրածա 4000 դրամ։ Ես ոնց են ուտում, չգիտեմ։ Սենց, հա։ Հասկանալի համեր է։ Սալմոնի կտորները, նայեք, սալմոնը երևում է որ թարմ է։ Եթե ինչ-որ տենց խախտումներ չի արվել, դաժե սառեցված հետեկած սալմոնի համ չունի։ Թարմ է, բայց կտորները հենց հաստ են, հենց պայտակ հոնդուրա սենց ատամի տակ ընկնում է։ Չէ, հիմա նայեք, այստեղ երկու կարող է ծևն է երկու ոնց է բառը հայերեն, կրուպայա, քինոա եւ բրինձ։ Ավոկադոյի կտորներ, էդամամե։ Ավելին։ Էդամամենը մաքրած չի։ Շատ անհասկանալի է այս խոհանոցը։ Չոր, օնդուր։ Չգիտեմ ինչ է, այդ ջուր խմեմ էլի գոնե։ Ուզում եմ մի բան հարցնեմ։ Փաթեթավորման մասին ոչ մի բացասական բան չեմ կարող ասել։ Լավն է, քրաֆտն է, հետարքիր է, տաք է։ Այսքան մեր հաղորդումից անցավ կարա սառի արդեն։ Լոգոն խփած է, բայց գրած է pork։ Okay, ես մոտավոր հասկացա, որ ես ինչի մեջ պետք է խառնեմ ուտեմ։ Այս պատկերացրեցի ինչ էր, տոմյամը գրած էր, ցանկ գրած չէր։ Ընդհանուր փաթեթավորումը վերջում կգնահատեմ, բայց չոր անհարմար էր, անհամեր։ Համերը կարող է իմ քիմքին հաճելի չէր, բայց անսովոր էր։ Չեմ կարող ասեմ, սիրողական եմ միգուցե այս ամեն ինչը, այս խոհանոցը, բայց ես քանի որ ձեզ բոլորիդ խոսք եմ տվել, որ ամեն ինչ փորձելու եմ, ամեն ինչ փորձելու եմ փոխանցեմ այս համերը էկրանից այն կողմ ձեզ։ Դա համար ես ինչ չեմ խղճում։ Ոչ մի բանի համ չեմ կարող հասկանամ, այս ինչա։ Չոր, բրինձ, հասկանում եք։ Ես օրինակ ինչ կանեի, կփորձեի մաքսիմալ հասանելի սարքել իրան, որտեղ հիմա ես չգիտեմ, իրան պետք է խառնեմ ուտեմ, բայց անհասկանալի ինչ որ բան է, հես, այստեղ բան է գտա։ Այ։ Լորիկ գտա։ Տեսեք, լավ, հիմա այս օրինակ ես բրինձը ինչի հետ խառնեմ։ Լավ, այս է ձեր խաթը էլի։ Անհարմար է իմ համար։ Լավ, օրինակ դաժե եթե ես այս մեջի պինդ բաները կերա։ Այս ինչը որ պինդ է։ Բայց ոնց խմեմ։ Օնդուն իմբիրի համը գալի։ Լավ, անցնենք մեր վերջի ուտեստին։ Կանաչ ուդոն խոզի տոնակացուով։ Պարզա։ Մաքսիմալ պարզեցված է։ Բան չեմ կարա իրան ասեմ։ Ուդոնա, ինչ-որ կիսա խաշած կամ տապակած բանջարեղեն։ Վատ ձեթի համ։ Այս սենց բան պտի լինի։ Սենց պտի լինի։ Արժի որ այսքանը մի անգամից ուտել։ Տեսեք, ինչ աստեղ կատարվում։ Բանջարեղեն կա, որը նույնիսկ փայտիկով է անհարմար բռնել։ Ուտում ես, չես հասկանում։ Խաշած է, տապակած է, ում է, անհասկանալի ինչ-որ համեր է։ Միգուցե ճիշտ չի ընտրած, ասենք, չգիտեմ, պատրաստման եղանակը, այս ինչ է լավ, այս ոնց ուտեմ, այս ոնց բռնեմ, այս բարակ, ոչ հասկանում ես խաշած է, ոչ հասկանում ես մարինացրած է, անհասկանալի բան, վատ ձեթային համ է գալիս սրանից։ Ընդհանուր այս ամեն ինչի մեջ ես հասկացա, որ մի բան կարելի է ուտել, այս բրինձը, այս հին լայմով, կարելի է ուղարկել առաքում, էլի շեշտելու եմ, Երևանի կենտրոնում հրապարակին կից, հաստաճող ունեք, դուք պետք է տոպովի տեղերից լինեք, էլի։ Չեմ պատվիրի էլ առաքում, բայց ես միշտ շեշտում եմ, չեմ պատվիրի առաքում, բայց եթե հարմար լինի, ես բոլոր այն տեղերը, որտեղից պատվիրում եմ առաքում, գնալու եմ տեղում ուտեմ, որ տարբերությունն է հասկանամ։ Չգիտեմ, ինչ որ անհասկանալի համեր էր, այս վաբշե, այս ինչ է, չգիտեմ, տեսախցիկը կարա ֆիքսի այս պահը։ Հələ մեջ ես, ինչ որ
Հսոր բզորված sense ինչ որ բունը կարող է։ Լավ, ձեր խաթր մի հատ եմ այս սրա փորձում համը, բայց այս ճիշտ չի։ Ոնց են ամեն օր ուտում, ինչևից է։ Այսպիսի փորձությունն էլ փորձեմ անցնեմ ձեր համար։ Հաղորդման ֆորմատը մի բանա ձեզ փորձելու օգնի, որ դուք էլ պատկերացում կազմեք, որտեղից ինչ պատվիրեք, արժի պատվիրել, չարժի պատվիրել։ Ուզում եմ վստահ լինեմ, որ մեր հաղորդումը դիտելուց հետո այն սննդի կետերը, որտեղից ես ուտեստ եմ պատվիրում, կփորձեն շտկել ամեն ինչ, որովհետև իմ նպատակը այն չի, որ ես վատ ձևի վերաբերվեմ, հա, իմ նպատակը այն է, որ զարգացնենք բիզնեսը ճիշտ ձևի։ Բայց երբ որ գնում ես դրսի այլ երկրի ինչ-որ սննդի կետ ու ուզում ես համեմատես քո երկրի հետ, ասում ես, բա ինչի մոտ այսքան չի զարգացնում, բա ինչի մոտ sense չի։ Համար ես փորձեմ իմ կողմից մի բանով օգնեմ իմ բոլոր գոլեգաներին։ Դե ինչ, ես առաջարկում եմ անցնենք մեր հաղորդման ամփոփմանը։ Հիշեցնեմ, որ պատվիրել էի Ramen Ten-ից, պատվիրել էի խոզի մսով միսո ռամեն, տոմյամ հավով եւ ծովախեց գետնով, ունայով տատակի աղցան, նիգիրի սալմոնով, նիգիրի օցաձկով, պոկե սալմոնով, կանաչ ուդոն խոզի տոնակացուով, օճոճոճոճով, ուճուճուճուճով։ Սկսենք վերջից։ Կանաչ ուդոնով խոզի միս։ Ուդոնի համը հետարքիր, բանջարեղենը անհասկանալի համ, ոչ հասկանում ես տապակածա, ոչ հասկանում ես շոկ է խաշածա, միսը, չգիտեմ ինչի մեջ էր տապակած ամբողջ ձեթը սաղ, ցած քաշել էր մեջը, ներծծվել էր։ 10-ից 5 անհասկանալի սալմոնով պոկե։ Տենց է չհասկացա ինչ եմ ուտում։ Համ չկար իմ համար, սալմոնի կտորները խոշոր, բրինձը ռեպացությունը շատ լավն է, 10-ից 5։ Ունայով տատակի աղցան, նենց լավներ, նենց համով էր, ռեպացությունը ճիշտ, ձվի մարինացումը համով, բայց այդ հազարի վնասված տերևները, որ հանդիպեցին ինձ, ու ինչ չեն կարող հակառակը այս պայն ապացել, որ դե գիտեք ինչ խառնել էինք, մնացել է, իրականում հանեցի վնասված հազարի տերև, ու ինչ որ ստեղ անհասկանալի բաներ։ Ես մենակ չեմ կարող հասկանամ, այս sense փայլիկով պիտի ուտեմ, բայց չեմ ուրանա էլի 10-ից 8։ Այդ երկու բալը հանում զուտ վնասված հազարի տերևների համար, որտեղ այս սոուսը, համերը շատ լավներ։ Թունա եւ վացան ասճանը իդեալական։ Նիգիրի սալմոնով, նիգիրի օցաձկով։ Սալմոնը համով էր, թարմ էր, օցաձուկը դուրս չեկավ, տենց այնքան որ փորձեցի։ Խորտ գտամ, որ սալմոնը ինձ թվում է մի քիչ բարակ է պետք գտնել, որովհետև ծամելուց շատ անհարմար է։ Ինքը պրոդուկտ է, որին կարող է մարդու քիմքը միանգամից սովոր չի լինի, իսկ դուք կոնցեպտը չեք բացում էլի, մենակ տվյալ մարդկանց համար բացում ենք, նաև տեղացիների համար։ Մենք հայերս մաքսիմալ քիչ ենք այս պահին սովոր տարօրինակ մթերքներ ու դրա համար կարող է եւ դրա պատճառով բացասական կարծիք կազմենք։ Շատ լավներ։ Չէ, 10-ից 7 սալմոնի հաստության համար, որ ինձ հաճելի չէր, 2 բալ օցաձկի ինչ որ անհասկանալի համի։ Դեռ մի հատ լավ հետարքիր բան եմ տեսել։ Իրանց սոյայի հանձրուկը շատ հետարքիր հոտ ու համ ունի։ Ուղղակի ուզում եմ մի բան հասկանամ, այս բնականով այս աստիճանը ստացած թե ջրով բացած է։ Շատ հետարքիր համ ունի։ Իրոք չեմ դակցնի։ Տոմյամ հավով եւ մանրածովախեց գետնով։ Տակ էր հասել։ Լավ։ Անկեղծ եմ, չէ՞ ես դե 10-ից 4-ում։ Այս չեմ էլ ուզում անկեղծ խոսեմ իր մասին, այս ինչ որ անհասկանալի բաներ։ Ես երրորդն եմ ձեր խաթր փորձում, բայց դե այս արդեն Բերեք չգնահատեմ էլի ես։ Ընդհանուր Ramen Ten-ին գնահատենք 10-ից 6, 10-ից 7, լավ, ոչինչ ոչ ձեզ, 10-ից 6.5։ Ընդհանուր տրամադրությունը շատ բարձրացավ, երբ որ տենց տոպրակը բացեցի ու տեսա հետարքիր առաքման տուփեր, հետո երբ որ անցա արդեն մեջի մթերքը փորձելուն, այն տեսեք ես քանի հաղորդումով արում եմ, ընթացքում թունածուկը իր որակը փոխում է, այս արդեն օքեյ է, որ այսքան ժամանակ հետո պիտի փոխի։ Համերը ամեն ինչ անհասկանալի էր։ Միակ բանը, որ հավանել եմ շատ էս ա եղել։ Մնացած ամեն ինչի համը անհասկանալի էր։ Դրա համար Ramen Ten-ին գնահատում եմ ընդհանուր 10-ից 6.5։ Ես վստահ եմ, որ գնայեք մեր հաղորդումը, սիրելի Ramen Ten ջան, Ramen Ten-ի թիմ ջան, կկարծում եք ձեր կարծիքը, Ramen Ten-ի գոլեգաներից բարևներ եմ ուղարկում, շնորհակալություն շատ, ձեր գործերին մաղթում եմ մեծ հաջողություններ։ Իսկ ընթացքում չենք մոռանում տան համար ինչա պետք։ Տան համար պետք է F-net-ի
տան համար փաթեթը, որը ես արդեն հաղորդման սկզբում ներկայացրեցի, ինչքան օգուտ կարա ձեզ տա, բայց չենք մոռանում մի բան, FTT-ին միանալու համար եւ FNet-ի դառնալու համար շատ մեծ գործողություններ պետք չեն։ Ուղղակի զանգարեք նշված հեռախոսահամարով կամ մոտ գործեք fnet.am կայք։ Իսկ ձեզ հետ ես էի, Լևոնը, դեռևս խոհարար։ Կհանդիպենք հաջորդ հաղորդման ընթացքում։